հիման վրա։ Ալխաս Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Տիկին Ղազարյան իրապես շատ տարածված բնույթ ունի այս կարգավորումները, որովհետև գրեթե բոլոր համայնքներում հողերի բաժանման արդյունքում նման խնդիրներ գրեթե բոլոր քաղաքացիները ունեն եւ շատ դժվարին աշխատանք է սպասվում այդ ճշգրտումները իրականացնելու համար, բայց այստեղ մի ուրիշ հարցից են անընդհատ դժգոհում քաղաքացիները, երբ որ փորձում են իրենց ունեցած սեփականաշնորհման գրքույկին համապատասխանող չափագրումները ու քարտեզագրման հետ, նոր քարտեզագրման հետ համապատասխանեցնեն, այստեղ պարտադիր պահանջ է լինում չափագրում իրականացնելը, որը քաղաքացին է վճարում այդ չափագրման համար։ Այդ չափագրողների դեպքում էլ գինը բավականին բարձր է, ըստ քաղաքացիների, ես չեմ կարող գնահատական տալ, եւ քաղաքացին այստեղ դժվարության է հանդիպում, որովհետեւ բավականին մեծ գումար են ուզում իր սեփական հողը, այսպես ասած, չափագրելու համար ընդհանրապես։ Մենք ունենք որևէ վերահսկողություն այս առումով, որ կարողանանք գուցե գների առումով ինչ որ բան անել, կարգավորել։ Սրանք իհարկե մասնավոր ոլորտի մատուցող ծառայություններ են, կոնկրետ կադաստրի կոմիտեն որևէ լիազորություն չունի բնականաբար այդ ոլորտում, բայց կարծում եմ մրցակցության պաշտպանության հանձնաժողով, եթե ուսումնասիրություն իրականացնի, թե ինչ իրավիճակներում, ինչ տարբեր գներ են առաջարկվում, արդյոք դրանք համապատասխանում են մատուցվող ծառայություններին, թե չէ, այսինքն մենք ունենք պետական համակարգում մարմին, իմ կարծիքով, որ հնարավորություն ունի այդ վերահսկողության գործիքը օգտագործելու, իրականացնելու, ուսումնասիրելու։ Լիլիթ Ստեփանյան։ Շնորհակալություն, Տիկին Ղազարյան, շարունակելով չափագրումների թեման,